Եվ նաև ուզում եմ հետևյալը երեկվա ընդհանրապես մարզային այցերից 1-2 տպավորություն կիսել, որովհետև բաներ կան, որ մենք ասում ենք ու չենք ֆիքսում։ Մասնավորապես մենք տարիներ առաջ որդեգրեցինք 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրը եւ 2026 թվականին մենք կկառուցենք, այսինքն համոզված ենք, որ 500 մանկապարտեզը կունենանք։ Բայց մենք չենք գնահատում եւ առերեսվում, որովհետեւ 500 մանկապարտեզների մեծ մասը, մի զգալի մասը, իհարկե ես այսօր առավոտ հանձնարարական եմ տվել վիճակագրությունը կամփոփենք։ Խոսքը ընդհանրապես գոյություն չունեցող մանկապարտեզների մասին է, այսինքն պատկերացնում եք բնակավայրեր, որոնք հարյուրավոր տարիներով մանկապարտեզ չեն ունեցել եւ երկրորդը ունենք դեպքեր, երբ որ սեփականաշնորհված են եղել մանկապարտեզների շենքերը եւ ինչ որ ձևերով վերադարձվել են եւ ունենք մանկապարտեզներ, որ ասենք 30 տարի պարզապես չեն գործել կամ 15 տարի կամ 25 տարի։ Եվ ես ուզում եմ մենք էլի մեր խնդիրներին առերեսվելով տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալական մենք չենք տեսնում պատճառահետևանքային կապը։ Բա 500 մենք մտածում ենք հաջորդ փուլում եւս 100 մանկապարտեզի կարիք կլինի, որը այս փուլում կհագեցնի, լավ, մաքսիմում թող 200 մանկապարտեզի կարիք լինի։ Բայց մենք չենք գնահատում այդ 500 մանկապարտեզի բացակայությունը ինչ հետևանքներ ա բերել Հայաստանի Հանրապետության եւ տնտեսության եւ ընդհանրապես բոլոր ուղղություններով մեր երկրի զարգացումը ինչքան է կասեցրել Ինչքան երիտասարդ մայրեր են, որ այդ ամենի հետևանքով կրթությունը բարելավելու հնարավորություն չեն ունեցել, աշխատելու հնարավորություն չեն ունեցել, ինչքան երեխաներ են, որ ոչ միայն կրթություն չեն ստացել, այլև այն ժամանակը, որ պետք է անցկացնեին կրթական հաստատությունում, չգիտեմ որտեղ են անցկացրել այդ ժամանակը, եւ դա ինչ հետևանքների ա բերել, սկսած երկրում քրեական ենթամշակույթի զարգացումից եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք, որովհետև երբ որ մենք խոսում ենք երկրի զարգացման մասին, մենք այսօր մանկապարտեզներ, մենք ավելին հիմա շատ կարևոր որոշումներ այսինքն դե ֆակտո կայացված են այդ որոշումները մնում է դե յուրե արձանագրել, նաև չնայած մասամբ նաև դե յուրե են արձանագրված, մենք հաջորդ փուլում պետք է լայնորեն հասանելի դարձնենք մսուրային ծառայությունները, որպեսզի ես չգիտեմ իհարկե այդտեղ միջազգային ստանդարտին եւ լավագույն փորձին պետք է հետևենք թե ինչ տարիքից 6 ամսեկանից է թե մի տարեկանից է թե կարելի է նաեւ 2 ամսեկանից թե կարելի է նաեւ մի ամսեկանից ես չգիտեմ դա մասնագետները եւ փորձագետները կասեն ընդ որում այստեղ նաեւ մենք կրթության եւ բարձրագույն կրթության ոլորտում մեր միջազգային գործընկերների հետ խորհրդակցելով այսպիսի լուծումների ենք եկել։ Մենք հաջորդ փուլում մեր այսօր ունեցած մանկապարտեզում մանկավարժական մասնագիտությունների անհրաժեշտությունը եւ պահանջը կմեծացնենք եւ մենք մասնավորապես մանկապարտեզների դաստիարակները պարտադիր պայման կլինի մանկավարժական բարձրագույն կրթություն ունենալը Եվ այս համակարգի ներդրմամբ նաև մենք մանկավարժական ուղղություններով մի շարք մարզերում մանկավարժական բուհերի գործունեությունը կապահովենք եւ մի շարք մարզերում մենք կունենանք մանկավարժական ուղղությունների բուհեր բացի, այսինքն ակադեմիական քաղաքում ինչ կլինի, ուրիշ ուղղություններով կլինի, բայց այս ուղղություններով մենք մարզերում կապահովենք բարձրագույն կրթությունը։ Այսօրվա մանկապարտեզի մասնագիտական ուրեմն պահանջները մենք կտեղափոխենք մսուրային հատված արդեն, որտեղ արդեն նաև հնարավորություն կլինի, որ մասնագիտական կրթության որակավորմամբ դաստիարակներ աշխատեն մսուրային հատվածում եւ սա նույնպես շատ կարեւոր եւ էական որոշում է, որով մենք պետք է անպայման զբաղվենք